Այդ կապակցությամբ դուք կարող եք դիմում Հասարակական քննչական կոմիտեի նախագահին, քննչական կոմիտեի նախագահին քննարկի Միշել Անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակարարության հարցը։ Ներողություն, բոլոր ժուրնալիստները բացից դժող են։ Ես փաստացի փաստեր ունեմ, ես 2 տարի ավել ստեղ դիմում եմ ներկայացրել, դատախազություն ուղարկել եմ որտեղ 2 տարուց ավել ես բազմիցս դիմումներ եմ գրել, այլ նոր Ալեքսեյանը, որ եկավ անգիր ինձ գիտի, բազմիցս դիմումներ եմ գրել, վերջի անգամ ես զանգահարել եմ քննիչին, չի պատասխանել, 10 անգամ զանգահարել եմ, որովհետև ինձ մոտ հարտնվել տեղեկություն, որ ինձ խաբողը Հայաստանում է, Երևան Սիթիում է, պատահական գրպանի մեջ հեռախոսը միացել է, և ես հայկական խոսակցություն, ես կարող եմ ձեզ ներկայացնել դա, ես եկել եմ դիմում եմ գրել, որ հեռախոսը չպատասխանել, եկել եմ նախագահի անունով դիմում եմ գրել, ինձ մի ամիս հետո պատասխանել են, տեսեք ինչ է, դուք իրավաբան եք, խնդրում եմ ձեզ, խնդրում եմ, ես Հովհաննես Ռիտա Սերգեյ, ես խնդրում եմ։ Եթե չեմ սխալվում, դուք քննչական կոմիտեի նախագահի դիմում եք հասցեագրել։ Այո, բազմիցս։ Ձեր կողմից, ձեր վարույթը իրականացում է քննիչ Էմմա Գալստյանի կողմից, և եթե չեմ սխալվում, ձեր դիմումի կապակցությամբ քննիչ Էմմա Գալստյանը հրավիրել է աշխատասենյակ դեպքի հանգամանքների շուրջ լրացուցիչ հարցաքննել է ձեզ։ Ոչ մի բան չի արել, ես ուղղակի եկել եմ ավելնոր լրացուցիչ տվյալներ եմ տվել։ Դուք տեսեք, ես զանգ խնդրում եմ նայեք, էլի դուք հարցաքննության ծանոթակինն է, հարցաքննության ծանոթակինն է։ Չէ, կարդացեք, տեսեք ինչ ա գրված։ Ես տեղյակ եմ ինչ ա գրված։ Ձեզ քննիչը դիմում եք հասցեագրել քննչական կոմիտեի նախագահին, որ բայց ինչ ա գրված այդտեղ։ Ես ստուգարք եմ վերցնում այդ քննիչը, որ ինձ քննիչի ստուգարքի հարցեր ա տալիս։ Կթողեք խոսքս ավարտեմ հարգելի։ Ավարտեք։ Դուք քննչական կոմիտեի նախագահին հասցեագրել եք դիմում հետևյալ բովանդակությամբ, որ վարույթ իրականացնող մարմին ունեք հայտնելու լրացուցիչ տեղեկություններ։ Խոսքս թողեք ավարտել։ Նման պայմաններում վարույթ իրականացնող քննիչը այլ բան, քան ձեզ հարցաքննության հրավիրելու չուներ անել։ Որպեսզի պայմաններում ձեզ վարույթ իրականացնող քննիչը հրավիրել է հարցաքննության դեպքի հանգամանքների շուրջ լրացուցիչ, որ դուք եք ներկայացել եք լրացուցիչ հարցաքննվել եք։ Մի ամիս հետո չեմ եկել, այս այա պատասխանը, դուք մի հատ տեսեք ինչ ա գրել, ծիծաղելի է, դպրոցական երեխա մի հատ տեսեք ինչ ա գրել, վարույթ իրականացնող մարմինը անգործություն չի ցուցաբերում եւ ծիծաղացեք բոլորը, քաղաքացիների բոլոր դիմումները ստանում են իրենց պատասխանները։ Ինչ ստուգարք ա հանձնում, որ հոդվածում ինչեր են անում, հետո ինչ են անում, հետո ոնց են բարեւորում, քրեական գործեր են, քրեական գործերի մասին այսպես շատ բաց չի կարելի խոսել։ Մենակ միայն մի բան կարող եմ ավելացնել։ Տարի ես չեմ կարողանում մի հատ։ Տիկին Ռիտա Հովհաննիսյանը մատնանշում է, թե քննիչը պարզաբանել իր իրավունքները։ Այդ կապակցությամբ միայն կարող եմ ասել, որ դա նախատեսված է քրեական դատաբարության օրենսգիրքով, քննիչը կատարել է պարտականությունը եւ ծանոթագրում մատնանշել է ՎԿ իրավունքների դժողի իրավունքները եւ պարտականությունները, որը որ պարտավոր է իրականացնել քննիչը։ Ես ասում եմ, հանցագործը Երևանում է, ինձ շտաբ պետք է, որ դուք այդ տվյալը ստուգեք ու բռնեք այդ հանցագործին, դուք ասում եք մի ամիս հետո քաղաքացիների պատրաստական հարցաքննության։ Ծիծաղելի բաներ եք սահմանափակ թվով ինձ էլ են թվեք ես մոտ աշխատանքի։ Դուք ընտրեք 5 քաղաքացիների պատասխանատվությունը։ 5 քաղաքացի առաջ հրապարակների ես հիմա կմիանամ ընդունելությանը ասեցիք որ ընդունելությանը կգնանք, բայց հարգելի քաղաքացիներ, ես ձեզ կխնդրեմ, որ գրեցիք այդ հանցագործության մասին հաղորդումը, հիմա կասեք ներսում, թող ձեզ օգնեն մուտք անեք հանցագործության մասին հաղորդումը, ոչինչ որ ես Այսինքն ընդունելության ժամանակ նոր հաղորդումներ են մուտք անելու։ Դեռևս մենք
քանի դեռ չենք վերցրել քաղաքացիների կորցրած գումարները, այս ակցիաները շարունակվելու են եւ յուրաքանչյուր ակցիայի ես գալու եմ մի խումբ մարդկանց հետ, ովքեր դեռևս հանցագործության մասին հայտարարություն չեն տվել, ելնելով անվստահությունից։ Ահա, այսինքն Ամեն օր ավելանում, ամեն օր ավելանում։ նոր հաղորդումներ եք տալու եւ պահանջել եք փողի Այո, քաղաքացիները հիմա կտան նոր հաղորդումներ, այն որ չենք հասցնել դատախազությունում տանք, այն քաղաքացիները, ովքեր զանգել են 102 եւ փաստորեն քրեական վարույթ չի նախաձեռնվել մեղադրումների արդյունքում, հասկանում եք, մենք ունենք իրավիճակ, որտեղ քաղաքացիները գրում են ինքնավնասումների։ Քաղաքացիները դարձել են հալածյալներ արդեն։ Ոչ միայն ֆինանսական կորուստի մասին, այլ այն աստիճանի մարդը անպաշտպան մնա, որ այն աստիճանի մարդը հալածվի, որ գնա ինքնավնասումների։ Լավ, Ձեր նպատակը հետևյալն է, ճշում ուժեղացնել, որտեղ չարժվեն։ ունենալ գործուն քայլեր գումարների վերադարձի մասով, վերջ։ Իսկ եթե հանցագործները այդպես չպարզեն, գումարը ինչպես է փոխհատուցվելու, որ պատկաման։ Թող մեխանիզմներ մտածեն, թող քայլեր ձեռնարկեն։ Իրանք են ասում հանցագործությունները բացահայտելը դժվար է, բայց չի նշանակում անհնարին եւ չի ամենևին չի նշանակում, որքանի որ դժվար է, ուրեմն պետք է այդ հանցագործությունները դժվար է չբացահայտեն եւ քաղաքացիների իրավունքները չվերականգնեն, քաղաքացիների իրավունքների վերականգնումը հետայսում մի կապեք հանցագործությունների բացահայտման հետ։ Ներողություն, ես չեմ ուզում շատ սպասել։ Ես իմ հետ ներս կմտցնեմ, ուղղակի ես կխնդրեմ, որ այդ քաղաքացիներին չնկարեք, որովհետև մենք ունենք քաղաքացիներ, ովքեր հսկայական գումարներ գործնելուց բացի նրանք հերոսի մայրեր են հանդիսանում, նրանք Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ են հանդիսանում, նրանք խոցելի խավի ներկայացուցիչներ են հանդիսանում, առողջապես հիվանդ կամ հաշմանդամ մարդիկ, այսինքն այն խավն է, ովքեր ունեցել է գումարի շատ մեծ անհրաժեշտություն է ունեցել, դրա համար գուցե եւ իր արած ներդրումները այսքան ռիսկային է եղել, բայց դրա համար մենք ունենք պետություն, չէ՞։ Մենք շարժ կայնենք, որ մարդիկ անցնել